Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն Հայկալիքի հարգելի բաժանորդներ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիա եւ սրանից առաջ երկու օր առաջ ձերբակալվեց Սամվել Կարապետյանը եկեղեցում սատարելու համար։ Նիկոլ Փաշինյանը սկսել էր եկեղեցու դեմ հատուկ արշավ եկեղեցու ողնաշարը կոտրելու համար, սուտ փաթեթավորված իբրև եկեղեցին բղծություններից մաքրելու համար եւ այլն, այն որ եկեղեցում կան խնդիրներ եւ դրանք պետք է քննարկվեն ու լուծվեն, դա արդեն անցյալ տեսանյութերում ես անդրադարձել եմ, սակայն հիմա ամենակարևորը պետք է տեսնել եւ տեսնել, որ փաստորեն Սամվել Կարապետյանին ձերբակալեցին եւ հենց այդ նույն պահին արդեն երկրորդ օրն է, որևէ դժգոհության ալիք չի բարձրացվել, Նիկոլ Փաշինյանին հանգիստ թույլատրվում է, այսինքն ընդդիմադիր ալիք չի բարձրացվում եւ Նիկոլ Փաշինյանը հանգիստ գնալու է Անկարա, այնտեղից նա կվերադառնա տարբեր ձևակերպումներով, որ ինքը պատերազմի փոխարեն բերել է խաղաղություն, ինչպես Չեմբերլենն էր Հիտլերից խաղաղություն բերել Անգլիային եւ հիշում ենք Չերչիլի հայտնի խոսքերը, որ ընտրելով խաղաղության խայտառակության եւ պատերազմի միջև կստանանք եւ պատերազմ եւ խայտառակություն, իրականում դա խաղաղություն չէ, խայտառակություն է, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ինքնին Նիկոլ Փաշինյանը իր կառավարման բոլոր 7 տարիներում ճակերտների մեջ կառավարումը խայտառակություն է հայ ազգի պատմության համար, հայ ազգի համար եւ ինչ տեղի ունեցավ, ինչ է տեղի ունենալու հավանաբար տեղի ունենալու գուցե ամենավատ սցենարը, երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիքով միջանցք կտա, դա ձևակերպի որպես բաց ճանապարհներ, չգիտեմ ինչեր, ամեն դեպքում միջանցք բառի փոխարեն մի մանիպուլատիվ ձևակերպում կգտնեն եւ այդ միջանցքը տալուց հետո նոր Սամվել Կարապետյանը իհարկե հասկանում են, որ ազատ կարձակվի, քաղաքական process կարող է նույնիսկ գեներացվել եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար պայքար սկսել ու հետո ձևակերպել, որ տեսեք մենք ինչ կարող ենք անել, Սամվել Կարապետյանը բանտարկված էր, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը տվեց Սյունիքի միջանցքը, Սյունիքով ճանապարհ տվեց, այնինչ ինչ կարող էին անել, կարող էր հայ առաքելական եկեղեցին հնչեցնել իր զանգերը, կոչ անել ժողովրդին դուրս գալ սրբազան, իրոք սրբազան պայքարի, հեռացնել Նիկոլ Փաշինյանի ապազգային թուրքահաճո թուրքահպատակ իշխանությունը եւ Սամվել Կարապետյանը կարող էր իր ռեսուրսները օգտագործել եկեղեցու բարձրացրած պայքարի ձայնի հետ միասին եւ համազգային մոբիլիզացիա լիներ, սակայն դա չարվեց, հանգիստ սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը մեկնի Անկարա եւ կտեսնենք հիմա դրանից հետո նոր կսկսվի համաձայնեցված պայքար կսկսվի, որը որ նույնը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ից հետո, երբ այսպես կոչված 17-ի այդ ուժերը ասում են, որ իրենք համաձայն չեն նոյեմբերի 9-ի հետ, բայց ոչինչ փոխել չեն կարող։ Նույնը հիմա կասեն, որ համաձայն չենք Սյունիքի միջանցքը տալու հետ, բայց ոչինչ անել այլևս չեն կարող, Նիկոլը գնաց Անկարա եւ տվեց։ Կարող էիք հնչեցնել եկեղեցու զանգերը, ինչպես Գևորգ 5-րդ կաթողիկոսը Սարդարապատից առաջ հնչեցրեց եկեղեցու զանգերը, հայ ազգը ունեցավ Սարդարապատ եւ ունեցավ պետություն, հիմա էլ կարող էր հայ ազգը իր մոբիլիզացիայով հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ հրաժարականներ տալու փոխարեն թող ԱԱԾ տնօրենը բարի լիներ ձերբակալեր Նիկոլ Փաշինյանին իր կատարած հանցագործությունների ու սահմանադրական
կարգին չհամապատասխանող շատ ու շատ հանցանքների համար, սահմանադրությանը չհամապատասխանող իր չարաշահումները լիազորելու համար։ Այս ամենը կարող էին արնել, բայց չեն արել եւ լուր համաձայնությամբ սպասում են մինչեւ որ Նիկոլը ավարտին հասցնի թուրքերի հետ պայմանավորվածությունը։ Ռուսաստանը նույնպես կողմ է, որ թուրքական ծրագրերը Նիկոլը իրականացնի, հետո ինքը իր տեխնացուին, այսպես ասած իր տեխնացուին բերի իշխանության հայ ժողովրդի աչքում, միամիտ հայ ժողովրդի ներկայացուցիչների աչքում ցույց տա, որ Նիկոլը դա արեց եւ իրենք հիմա դրա համար Նիկոլին դեմ են եւ բերում են նոր տեխնացուի իրենց մարդուն, որը որ Ռուսաստանի հետ լավ է լինելու եւ չէր տա Սյունիքի միջանցքը։ Սա է ամբողջ իրականությունը, ցավոք սրտի, եւ մենք պետք է պատրաստ լինենք այս վատ սցենարին։ Այս հարցերի լուծումը միակ տարբերակը դա համազգային մոբիլիզացիան է եւ ազգային համախմբվածության միջոցով ազգային ընտրանու ձևավորումը, ազգային պետություն ստեղծելը, այլ տարբերակով անընդհատ հայազգը կորուստներ ու զիջումներ է ունենալու եւ ունենալու է խայտառակություն պատերազմի հետ միասին։